Դիտեք տեսանյութը, ուշադրություն դարձնելով տեսանյութի ամսաթվին եւ Տիգրան Ավինյանի խոսքերին։ Այսօր արդեն մենք, եթե չեմ սխալվում, ստացանք մեր առաջին էլեկտրոավտոբուսը։ Ստացանք։ Ինչպես ստացանք, պարոն Ավինյան։ Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, մենք ներմուծել ենք առաջին փորձնական էլեկտրոավտոբուսը Երևան։ Նույնիսկ ներմուծել ենք։ Իսկ ինչքանով են գնել։ Ումից են գնել։ Որ ընկերությունից, որ երկրից։ Եվ որտեղ է հիմա այդ ավտոբուսը։ Եթե չեմ սխալվում, ձեր բալանսին պետք է նստի այդ ավտոբուսը, ճիշտ եմ, պարոն Բեջանյան։ Հիմա գտնվում է մեր տարածքում, պարոն Ավինյան, վաղվանից դուրս կգա երթուղի։ Ինչ մագնիշի է։ Byte։ Հա, BYD։ Տեսակ ամսաթիվը 11/09/2023 թվական։ Հիշեցնեմ, 2023 թվականի սեպտեմբերը Երևան քաղաքում նախընտրական ամիս էր։ Սեպտեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցան դիմ ընտրություններ, այլ կերպ ասած Երևանի հավաքանու ընտրություններ, եւ Տիգրան Ավինյանը ՔՊ ցուցակի առաջի համարն էր, այլ կերպ ասած քաղաքապետի թեկնածուն, ով գործակարգավարական նիստ էր վարում եւ գործակարգավարական նիստի ժամանակ արեց հայտարարություններ կամ խոստացավ երևանցիներին, որ շուտով Երևան քաղաքում լինելու են 250 նոր 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։ Սեպտեմբերի 12-ից տրոլեյբուսային 2-սիա երթուղում բնակիչների ուղևորափոխադրումը կիրականացվի նաև էլեկտրական առաջին ավտոբուսով։ Մինչ երթուղի դուրս գալը էլեկտրոավտոբուսի հնարավորություններին է ծանոթացել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այս տեսակ էլեկտրոավտոբուսների մոտավորապես 250 խմբականակ ենք պատրաստվում գնել։ Անցել է 2 տարի եւ 4 ամիս։ Այս ընթացքում բազմիցս Տիգրան Ավինյանի եւ մնացած ԿՊԱ-ականների կողմից խոստացվել է 250 էլեկտրական ավտոբուսներ ներմուծելու մասին, շուտով կբերենք, հեսա կբերենք, առաջիկայում բերելու ենք։ Այնինչ, ինչպես տեսնում եք, մինչ այսօր Երևան քաղաքը ունի 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։ 2026 թվականի առաջի գործակարգավարականին, հունվարի 12-ի գործակարգավարականին, Երևանի ՑԻԳ գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը զեկուցում էր. Մինչև 250 էլեկտրական ավտոբուսներ 18 մետրանոց գնելու ծրագիրն է։ 25-26 թվականները ծրագրի նախապատրաստական շրջանն է, 26-ի վերջից ակնկալում ենք, որ իրագործումը կմեկնարկի ծրագրի, նաև եթե այս ընթացքում ունենանք կառավարության հաստատումը։ Ինչպես տեսակ, կամ ինչպես լսեցիք, Երևանում 250 նոր էլեկտրական 18 մետրանոց ավտոբուսները 26 թվականին չեն լինի։ Խոսում է 26-ի վերջ, 27 թվական, այսինքն 250 նոր էլեկտրական ավտոբուսները մետրոյի նման մի բան են։ Խոստանում են ընտրությունից ընտրություն, խոստանում են քարոզարշավներին, իսկ 26 թվականը նախընտրական տարի է եւ չեն կատարում։ Ինչպես խոստացել են Երևանի մետրոպոլիտենի Աչափնյակ կայարանի կառուցումը եւ չեն կատարել, հիմա էլ խոստանում են թե 250 նոր էլեկտրական ավտոբուս են բերելու։ Ամփոփելով դիտարկենք երկու հարց։ Տիգրան Ավինյանը ստել է կամ մանիպուլացրել է 2023 թվականի սեպտեմբերին նախընտրական խոստում տալով, թե 250 նոր էլեկտրական ավտոբուս է բերելու, գնելու, չգիտեմ, ներմուծելու Երևան, որը չի կատարել, որի մասին նաև խոսում են հիմա, խոստանում են կամ խաբում են, եւ երկրորդը 2023 թվականի սեպտեմբերի 11-ի գործակարգավարականին Տիգրան Ավինյանը ասեց, որ նոր էլեկտրական ավտոբուս են ներմուծել, սակայն իմ տեղեկություններով այդ էլեկտրական ավտոբուսը բերվել է Վրաստանից, բերվել է ժամանակավոր, բերվել է փորձարկման համար, չի եղել 18 մետրանոց եւ նորից հետ է ուղարկվել Վրաստան։ Այնպես որ, սիրելի երևանցիներ, հարգելի համաքաղաքացիներ, ինչպես 23 թվականի սեպտեմբերին, ինչպես 21 թվականի մայիս-հունիսին, այնպես էլ առաջիկա ամիսներին
նոր սրտեր կլսեք ԿՊ-ի կողմից, նոր խոստումներ կլսեք, բայց չտրվեք մանիպուլյացիաներին, չխափնվեք։